Բարի երեկո, սիրելի հայրենակիցներ, տեսեք հետքը ինչ է հրապարակել։ Վարչապետի ու 10 նախարարությունների աշխատակազմերն իրար հետ 41 միլիարդ 530 միլիոն դրամ պարգևավճար, դրամական խրախուսում, ավելացում, ինչ են ասում դրան։ Այդքան գումար է ստացել վերջին 5 տարիների ընթացքում։ Այստեղ ներառված չի պաշտպանության նախարարությունը եւ արտաքին գործերի նախարարությունը, որ հարցումներին չեն պատասխանում։ Իսկ մնացած նախարարությունները չեն ասում, թե նախարարները եւ փոխնախարարները որքան ավելացում, պարգևավճար, խրախուսում են ստացել։ Այսինքն, վերջին 5 տարվա ընթացքում ավելի քան 110 միլիոն դոլար գումար, այսինքն աշխատավարձերից դուրս է այս, աշխատավարձերը մարդիկ ստանում են 110 միլիոն դոլար փող բաժանվել է իշխանության վերնախավի մեջ։ Ովքեր են վերնախավը։ Վերնախավը դրանք ավակ մասնագետը չի, ուսուցիչ չի, կադաստրի կոմիտեի, չգիտեմ, գլխավոր մասնագետը չի։ Վերնախավը դա սիրելի հայրենակիցներ գիտեք։ Նախարար, փոխնախարարներն, ովքեր քաղաքապայմանագրից են, իշխանության վերնախավից են, կառավարությունում վարչապետ, փոխվարչապետեր, հա, եւ այստեղ ավելի շատ հետաքրքիր ԱԳՆ-ն չի հրապարակում։ Հիմա, սիրելի հայրենակիցներ, վերջին 5 տարիների ընթացքում, այսինքն 110 միլիոն դոլար այս մարդիկ իրար մեջ բաժանել են։ Այս նոր տարուն ամեն падգամավորին 3 միլիոն դրամ են տվել, ամեն նախարարին 6-ից 7 միլիոն դրամ են տվել, փոխվարչապետերին ավելի շատ, դեվարչապետին ավելի շատ։ Եվ 3-10,000 դրամ ասեցին ավելացնում ենք թոշակառուների համար։ Այսինքն վերջին 8 տարվա ընթացքում ինչ իշխանություն են, երբեք թոշակը 10,000 դրամով չէր ավելացվել։ Այսինքն դա արվում է ընտրություններից 2-3 ամիս առաջ, եւ այդտեղ էլ մարդիկ ինձ հարց են տալիս, ասում են, այդ հայտարարության մեջ ինչ է ասվել, ցածր թոշակը 10,000 դրամ կավելացվի, իսկ բարձրները մի քիչ ավելի քիչ։ Մարդ հարցում ասում է, կներեք, ո՞րն է բարձրը։ Այսինքն որ նախարարը 7 միլիոն դրամ է ստանում, այդ բարձր չի, բայց ինչ որ մեկը թոշակը բարձր է, իր այդ բարձր թոշակին փողը չեն ավելացնում գոնե այն 10,000-ի չափով, որը ավելացրել են։ Իմացեք բյուջեով նման բան պլանավորված չի եղել։ Եվ սա արվում է սիրելի հայրենակիցներ զուտ ընտրությունների համար։ Հիմա, եթե նախկինում, օրինակ, մենք պայքարում ենք, օրինակ հանրապետական կուսակցությունը դաստով 10,000 դրամով ընտրակաշարք էր բաժանում 17 թվականից, այս դաստով ընտրակաշարք բաժանում էր հանրապետական կուսակցությունը։ Մենք դրա դեմ պայքարում էինք։ Հիմա ինչա տեղի ունեցել։ Այդ ընտրակաշարքը օրինակ բաժանում էին, դե թալանում էին, հետո բաժանում էին։ Պարզա, ինչ որ օլիգարխներ բերում էին, փողը բաժանում էր։ Հիմա այս իշխանությունն ինչ է անում։ Իշխանությունը բյուջեից սաղ ժողովրդի փողը հավաքում է իր մոտ ու ինքը իր վերընտրվելու համար սկսում է այդ փողը տալ։ Տալիս է, ասում է, այս թոշակառուներ տալիս եմ, մարզպետները այնտեղ օգնություն են բաժանում, տարբեր ծրագրեր են իրականացում պետության հաշվին։ Քաղաքական արդար մրցակցության համատեքստում, նայեք, հանրապետական կուսակցության արածներ էր հանցագործություն, անարդար եւ ընտրությունների կեղծում։ Էս էլ է հանցագործություն, որովհետեւ ընտրությունների process-ում դուք անում եք բաներ, օրինակ ձեր նախընտրական կարգավիճակը պետական բյուջեից ֆինանսավորում եք քաղաքացիական պայմանագիրը։ Կամ օրինակ ընտրություններից 2-3 ամիս առաջ 10,000 դրամով թոշակ եք ավելացնում, որը շատ լավ բան է։ Շուտ պետք է ավելացնեիք, ավելի շատ պետք է անեիք։ Բայց երբ որ նայում ենք այդ 10,000 դրամին ու ձեր ստացած 110 միլիոն դոլարին, որ դուք ձեր մեջ բաժանել եք, ընդ որում ամաչում եք, ամոթից գետինն եք մտնում, ես հույսով եմ, որ ամոթից գետինն եք մտնում, իսկ հիմա ամոթ չունեք, չեք ամաչում։ Որ ասեք, թե նախարարներն ու փոխնախարարներն ինչքան են ստացել։ Հա, դա էլ մի հատ ուրիշ պատմություն է, հա։ Ու այստեղ հարց առաջանում, լավ, հիմա այս ընտրություններին գնում ենք, սա արդար ընտրություններ է, թե անարդար անելու։ Արդեն դուք անարդարություններ եք էլի անում։ Ժողովուրդ ջան, ուշադիր հետևում եք, ես ինչա կատարվում։ Ու նայում էի Արամ Սարգսյանի, մեր նախին գործընկերոջ հարցազրույցը, ասում է, դե ուսումնասիրություններ կան, 38% ասում է, ռուսամետներն են երկրում, մնացած մասը, դե ասում է, արևմտամետներն են, կան եւ պայքարա գնում ռուսամետներն ուզում են իրաց ձենը չփոշյանա, տես տանեն արևմտամետների ձենը փոշյանա բան, այսինքն ժողովուրդ ջան, այս երկիրը բաժանել են ռուսամետների ու արևմտամետների։ Լուսավոր Հայաստան կուսակցությունը որևէ կողմում, որևէ բևեռում միավորում չունի, սիրելի հայրենակիցներ։ Ես կարող եմ մեզ դնել հայամետները, մենք հայամետներն ենք։ Այդ արևմտամետների եւ ռուսամետների, որ նրանք օրինակ
մեկ ուզում արևմուտքի դեմ Հայաստանը գործիք դարձնի, այն մյուսն ուզում է Ռուսաստանի դեմ Հայաստանը գործիք դարձնի։ Երկուսն էլ կործանար են։ Մենք ուզում ենք որ Հայաստանը մնա։ Մենք Հայաստանապահպաններն ենք, Հայաստանը պահպանողներն ենք, Հայաստանը պաշտպանողներն ենք, հա, ոնց բացաչիրեմ, ինչ բառա մթերք օգտագործեմ, որովհետև այդ նկարագրի մեջ որ պարոն Սարգսյանը նկարագրում է։ Ես ուզում եմ ասեմ, բալավ, բա մենք ուր են հայերը, Հայաստանի մասին մտածողները, այս ժողովրդի մասին, այս հողու ջրի մասին մտածողները, ովքեր չեն ուզում որ ադրբեջանցիները գան ու հայի դեմքը չտենան, այդ պայմանը բավարարվել է դե հիմա արդեն, հա։ Ասենք մենք ենք որ չենք ուզում որ մենք նվաստանանք մենք մեր հողի վրա կամ չգան ասենք ջիմը։ Բա իբր Ամասիայի կերենիաս գերեզմանները, բա այնպես լկտի ձևի։ Կարակ գնաք Բաքու հայկական գերեզմաններ, կարակ գնաք Սումգայիթ հայկական, եթե կա իհարկե արդեն հողին են հավասարացրել, սա ինչ կա չկա։ Ու Ղարաբաղ կարակ գնաք։ Եվ այս կոնտեքստում ուզում եմ ասեմ որ ժողովուրդ ջան, մենք պետք է ինչ անենք, մենք պետք է Հայաստանը պաշտպանողներով, եկեք sense ձևակերպենք, աջակցենք իրար, որ կարողանանք այս երկիրը պաշտպանել։ Այսինքն մենք ուզում ենք գրանք խորհրդարան, որ Հայաստանի Հանրապետությունը էս եղած պաշտպանենք։ Դա կեղծ էս հեքիաթային էս կեղծ խոսույթ խաղաղությունը, բան պատերազմը, սա սուտ է, սա լկտի ստեր են էս ինչ խոսում են իրանք։ Մեր օրակարգը Հայաստանը պաշտպանելն է։ Մենք դրա համար ենք ընտրություններին մասնակցում։ Այդ որ ռուսամետների եւ արևմտամետների այդ արանք։ Այդ մեջտեղում Հայաստանն է, այդտեղ Հայաստանն է, որը չի ուզում ոչ մեկի խաղի գործիքը դառնա։ Երկուսի խաղն է տեսել են, գիտենք ինչա։ Երկուսի խաղն է տեսել են, գիտենք։ Եվ ուզում եմ ասեմ, որ այս նախընտրական շղթայի մեջ օրինակ այսօր կառավարությունը հայտարարեց, որ հայտարարագրման, այն պարտադիր հայտարարագրման է, որ դրա դեմ հիշում եք ինչ ձև է կռիվ տվել, որ հետաձգեցին, փոխեցին, բան, ընտրություններից հետո փորձորեն էլի ներդնեն։ Բայց ընտրություններից առաջ հիմա փոփոխություններ ներկայացնում։ 1 միլիոն դրամ այսօր կառավարության նիստում են քննարկում։ Անձնական փոխանցումները պետք չի հայտարարագրել բան։ Յա։ Այդ տենց ընտրությունից առաջ այս բոլոր առումներով բան ունենք, հա, տենց զիջումներ եք գնում, որ վերընտրվեք, հա։ Բա մարդիկ չեն տեսնում, չեն հասկանում, որ քթներից են բերելու այս ամեն ինչը։ Որ ինքանն է իրանք մի հատ էլ ընտրվեն։ Օրը ցերեկով ասենք ամեն ինչում խափելով, ամեն ինչում մանիպուլացնելով։ Էս է իրավիճակը, սիրելի հայրենակիցներ։ Ես ձեզ ուղղակի խնդրում եմ, որ զգոն լինեք, չխաբվեք։ Եվ բոլորին կոչ եմ անում սպասվող ընտրություններում քվեարկել հենց մեր օգտին Լուսավոր Հայաստան կուսակցության, որը չի խաղում ոչ մեկի խաղը։ Զբաղված է միայն Հայաստանի Հանրապետության ազգային պետական շահերը պաշտպանելով։ Մեր անցած այսինքն ամբողջ ուղին դրա մասին է, ինչ արել ենք, ծայրից ծայր դրա մասին է։ Մենք կունենանք նոր մարդիկ, հանրային դեմքեր մեր հետ մասնակցող, եւ դուք բոլորդ կտեսնեք որ ինչ ուժեղ լավ թիմով ենք հանդես գալու եւ այս ընտրություններում հստակ ռեալ արդյունք ենք արձանագրելու եւ ձեր շահը, ձեր ձայնը բարձրացնելու ենք եւ պաշտպանելու ենք Հայաստանի Հանրապետության ազգային ժողովում։ Այդ օրակարգով։ Մնացածը բնականաբար ավելի մանրամասն գալիք օրերի ընթացքում մենք կներկայացնենք։ Հիմա խնդրում եմ տարածել այս տեսանյութը, բազմապատկել այս էֆեկտը միանալ մեր ալիքին, Telegram-յան ալիքին, TikTok-ում, բոլոր սոցմեդիաներում, որովհետև դե գիտեք, եթեր չի հրավերում Պետրոսը, եթերը հմեկի հանրային մեր հարկերի հաշվին ապրող հմեկը եթեր չի տալի մեզ, դրա համար դուք տարածեք, որ մեր խոսքը տեղ հասնի, սիրելի հայրենակիցներ։ Լավ մնացեք եւ Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը։